Ողջույն հարգարժան տիկնիկ եւ պարոնայք, առաջին լրատվականի եթերում Մեհրաբյան on-line-ն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Ռուսաստանի արտգործնախարարը եւս մեկ անգամ ինչ որ լրագրողի հարցերին պատասխանելիս հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանին խելք սովորեցնելուն միտված։ Նա ինչ է ասում, որ բոլորը այդ թվում նաեւ Հայաստանում հասկանում են, թե ինչ է թաքնված Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների իբր բարի ցանկությունների հետևում։ Դա իրենց ցանկությունն է սեղմել այն ցավոտ կետին եւ ցավացնել մեզ, այն է իրենց, հա, հաշվի առնելով այն դարավոր կապերը, որը մենք ունենք այդ երկրների հետ։ Սա է ասում Լավրովը։ Եվ նորից հարց է առաջանում, թե այս այլասերված պատկերացումներով միջպետական հարաբերությունների մասին մենք որքան հեռու կարող ենք գնալ եւ քանի կոպեկ արժի այդ կոնստրուկտիվիզմի փորձերը, որը այսպես չի դադարում գործադրել մեր իշխանությունները փորձելով կառավարելի պահել հայ-ռուսական հարաբերությունները։ Փորձենք հասկանալ եւ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար տեսակապով։ Մեր հյուրն է Սամվել Մելիքսեթյանը, հայկական խորհրդի փորձագետ, քաղաքագետ։ Բարև ձեզ, պարոն Մելիքսեթյան, ուրախ եմ նորից ձեզ տեսնել։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Մելիքսեթյան, այս վերջին ժամանակաշրջանը եւ ավելի վաղ մեզ ցույց է տալիս մի բան, որ անկախ ամեն ինչից, թե ինչ են ասում Մոսկվայից, հայկական կողմը ավելի շատ միտված է, այսպես ասենք, որոշակի կառուցողականություն պահպանել հայ-ռուսական հարաբերություններում, չսրել, ինչ որտեղ էլ իրենց անուններով չկոչել, մեղմասացություններով փորձել այսպես շատ չբարկացնել, հա, ռուսներին, բայց մենք տեսնում ենք այդ ամենը որևէ դեր չի խաղում, մեզ սպառնում են, խելք են սովորեցնում, քիթները մցնում են մեր գործերի մեջ, մեկնաբանում են հարցեր, որոնք իրենց ընդհանրապես չպետք է վերաբերվի։ Հայկական կողմի առաջարկները ականջի հետև գցած, ելի իրենք իրենց ասածն են ասում, ձեր մեկնաբանությունը համեցեք։ Որովհետև սրանք տարբեր աշխարհայացքների եւ տարբեր այսպես ասած քաղաքական պարադիգմաների արտացոլում են, ու այս քաղաքական լեզուն, որ օգտագործում է նույն Լավրովը, ինքը շատ բնորոշ է նաեւ խորհրդային շրջանի քաղաքական, այսպես ասած, հարաբերությունների տրամաբանությանը, երբ որ հայտարարությունների մակարդակով շատ պրիմիտիվ, մակերեսային, իդիլիական, ես նույնիսկ ասեի հեքիաթային, հա, որովհետև իրական կյանքում այդպես չի լինում, հայտարարություններ են լինում, ասենք հայ-ռուսական հարաբերությունների մասին, ինչ-որ կարևոր եղբայրություն, բարեկամություն, գործընկերություն, օգնություն, փրկություն եւ այլն, եւ որ դուք նայում եք քաղաքական փաստաթղթերի, որոնք որոշվել են այդ նույն, ասենք 19-րդ դարին, շատ հետաքրքիր յուրահատկություն կա, եւ որ մենք կարդում ենք դասագրքերը խորհրդային շրջանի կամ այն հայտարարությունները, որ Ռուսաստանից ենք լսում, Արևելյան Հայաստանի ազատագրման ես ճակերտները որ դա օգտագործում, ու նայում եք ռուս գեներալների, որոնք մասնակցել են այդ գործողությունների փաստաթղթերը, ասենք առաջին մեր շրջանի դասագրքային այդ տեքստերում ինչ-որ իդիլիական, սենց բարեդրեցական, բարեկամական, ինչ-որ սիրո մասին է գրեթե խոսքը, կարդում ես այդ գեներալների, ասենք, նամակագրությունը, ընդհանրապես ռուս պաշտոնյաների նամակագրությունը, ասենք, գրեթե ամեն երկրորդ նախադասությունը հակահայկական, հակավրացական, ու հայերը ամենամեծ, այսպես ասած, ատվածխումն էին այդ երևի շրջանում, շատ ցինիկ, շատ, ես կասեի, պրագմատիկ, եւ շատ գործիքակազմային, այսինքն եթե ինչ-որ խումբ կարող էր օգուտ բերել ինչ-որ շրջանում, իրենք օգտագործում են, եւ որ իրենց պետք չէ լինում այն հետևանքները, որ կլինեն հայերի հետ, եւ որ իրենք օգնում են ինչ-որ պատերազմների ընթացքում ռուսներին եւ հետո
ռուսները նահանջում էին եւ հայերի դեմ մահմեդականների ասենք ճնշումներն էին սկսում, բռնաճնշումներ իրենց հետաքրքիր չէր եւ մի հետաքրքիր նաեւ փաստ կա երևի մի քիչ շարվում են թեմայից հիմա ադրբեջանական դուք գիտեք քարոզությունը շատ է սիրում օգտագործել այն փաստը որ Երևանում եւ որ ռուսները գրավեցին Երևանի բերդը 1827 թվականի աշնանը այստեղ հայերի քանակը շատ փոքր էր, հա մոտ 20-25%-ն էին կազմում բնակչության մահմեդականները մեծամասնություն էին ու իրենք փորձում են դա ցույց տալ որ ինքը միշտ այդպես է եղել բայց իրականում հայերի ամենամեծ անկումը Երևանի բնակչության եղել է երբ որ Ռուսաստանը գրավեց Վրաստանը եւ այդ 25 տարվա ընթացքում Երևանի հայության մեծ մասը գաղթեց Թբիլիսի եւ հավելաբար թաղամասը գիտենք որ գիտենք հայերը մեծամասնություն են Թբիլիսիում եւ այլն նրանք գրեթե բոլորը երևանցիներ էին Եվ պատճառներից մեկը այն էր, որ հերթական ինչ-որ գեներալ Ցիցյանովը, Գուդովիչը եւ այլն գալիս են Երևանի բերդը պաշարում, հայերի դեմ դրանից հետո այնպիսի ճնշումներ էին սկսում, որ հայերը փախչում էին, այդ զանգվածային նահանջ արտագաղթը, որը գիտենք Ղարաբաղից եղավ, Նախիջևանից, Երևանից եւ այլն, դա եղել է հենց մի 20-30 տարվա մեջ, որ նաեւ ռուսական ներկայություն կար տարածաշրջանում այս վարքի, հա Հիմա բարձր որ իհարկե այս հայտարարություններին եւ այս միամիտ քաղաքականության մասին պատկերացումներին չպետք է հավատալ, առավել եւս տարօրինակ է, որ Հայաստանը եւ Ամերիկան կամ Հայաստանը եւ Եվրոմիությունը ինչ-որ հարաբերություններ են ունենում եւ Ռուսաստանը ինչ-որ տեղն է ցավում, ոնց որ ինչ-որ մեկը գլուխը քորի, ես ասեմ, դա այն գլուխն է, ասենք, հա, եւ այլն։ Մենք կապ չունենք Ռուսաստանի հետ, մեր հարաբերությունները բարձ է, որ դա Ռուսաստանի տեսակետն է, որ պետք է ինչ-որ հաշվետվություն լինի Հայաստանի տեսակետից եւ Հայաստանի շահերից չի բխում այս մոտեցումը ես կարծում եմ շատ կարեւոր է որ գործնական առումով Հայաստանի քաղաքական որոշումները եւ դաշնակետ դրամաբանությունը դրանց լինի այնպեսին որ իրենք ենթադրեն հենց Հայաստանի շահերից բացարկում եւ այն հարցերում բոլոր այն հարցերում որ Հայաստանի շահերը չեն համապատասխանում այն պատկերացումներին որոնք ունի ռուսական կողմը Հայաստանի շահերի մասին իհարկե պետք է գերակայությունը տալ Հայաստանի շահերին եւ այստեղ իհարկե ռուսական կողմը ավելի շատ սպառնալիք է այս հարցերում, որովհետեւ կան հարցեր, որտեղ մեր շահերից է բխում դիվերսիֆիկացիան, բայց քաղաքական տարբեր պատճառներով եւ նաեւ նախկին որոշումներից կախված լինելու պատճառով, հա, որտեւ 90-ականներին եւ 2000-ականներին կատարած որոշումների պատճառով մենք հիմա շատ մեծ կախվածություն ունենք Ռուսաստանից հնարավորին չի լինում լիարժեք ինչ-որ իմպլեմենտացնել հա, այդ ցանկությունները եւ այդ սեփական շահերի սպասարկումը, բայց շատ կարեւոր է, որ բոլոր այն որոշումները, որոնք այս կետից ընդունվում են, հենց դրան միտված լինեն ու որպես օրինակ ես եւի շատ եմ խոսել այս թեմայից, երկաթուղիների թեման է, հա, երբ որ 2008 թվականին այդ կոնցեսիայի պայմանագիրը ստորագրվեց, ներդրումներ էին մեզ խոստանում եւ այլն հիմա մոտ 4 անգամ մեր տարածքում արդեն ընկել են անկում է երկաթուղային բեռնափոխադրումների հա սա ավելի ծավալ է մենք ունենք երկաթուղագծեր ունեինք ասենք Հրազդանից մինչեւ Դիլիջան լրիվ գործող աշխատող երկաթուղիներ որ մենք հանձնել ենք ռուսական կոնցեսիայի եւ ըստ այդ կոնցեսիայի պայմանագրի Ռուսաստանը պետք է վերադարձնի գործող վիճակում նույն Դիլիջան մինչեւ գնացող երկաթուղին, բայց արդեն իսկ 2012 թվականից այդ ճյուղը չի աշխատում եւ արդեն մեծ ներդրումներ են պետք որ դա վերականգնվի եւ ռուսական կողմը բարձր այդ ներդրումները չի անելու եւ հետեւաբար մենք ունենալու ենք խնդիր, ինչի մեջ ենք մենք այդ պայմանագիրը 2008 թվականին կնքելով այն ժամանակ համարելով որ մենք մեծ հաղթանակ ունենք 5-10 տարի հետո սա մեզ համար դարձել է շատ ավելի լուրջ խնդիր ու հիմա նաեւ Հայաստանի այդ բեռնա շարժերը, կազմերը ամենահինն են տարածաշրջանում դուք նայեք Ադրբեջանում ՍԼՄ-ների տարբեր նաեւ հրատարակություններ է լինում որ բացվել է նոր ճյուղ կամ նոր ուղևորային գնացք է, հա, շահագործում, նայեք ինչ նկարներն են, ինչ ժամանակակից գնացքների մասին է խոսքը, շվեյցարական, ֆրանսիական, այո։ Հետո նայեք Հայաստանի տարածքի կայարաններում մեր կանգնած այդ ուղևորներին եւ բեռները փոխադրող գնացքների կամ էլեկտրիչկաների վիճակը ինչպիսին է, որ տարաշրջանի են ընդհանրապես դրանք եւ կարծում եմ Հայաստանի բնակչության կեսից ծեր են, հա, տարիքով նաեւ մեծ մասը այդ շարժակալների, այսինքն սա լուրջ խնդիր է, որովհետեւ
Եթե 2008 թվականին ինչ-որ մեկը համարում էր, որ սա խելացի քաղաքական որոշում է, հիմա ակնհայտ է, որ սա վատ քաղաքական որոշում է եղել, ու քաղաքական որոշումների հետևանքները հենց երկարաժամկետ դրվածքնով են երևում, հա, երբ որ ինչ-որ փուլի դու շատ նման ես քո հարևաններին, իսկ հիմա ես որ նշում եմ, մենք շատ ավելի վատ վիճակում ենք, քան Վրաստանը եւ Ադրբեջանը, ու բացի օբյեկտիվ պատճառներից, այստեղ կա նաեւ մշակութային, հա, որովհետեւ Ռուսաստանի երկաթողիները շատ վատ վիճակում են նաեւ ո՞ն Ռուսաստանում եւ հիմա խնդիրներ ունեն, գիտենք ֆինանսական նաեւ եւ սա ընդհանրապես մի փոքր խնդիրն է, իսկ այդ հարաբերություններում նույն որակը եւ նույն դրսեւորումները ունեն նաեւ այլ խնդիրներ իրենց։ Պարոն Մելիքսեցյան, ձեր արձանագրումները, որը ես լիովին կիսում եմ, բայց այնուամենայնիվ տպավորություն չունեմ, որ դա կիսում է պաշտոնական Երևանը, դա կիսում է իշխանությունը, որովհետև որևէ քայլ սրա հետ կապված մենք չենք տեսնում։ Հայտարարություն այն մասին, որ այդ կապակցող սեգմենտները պետք է կառուցվի, դե եթե ռուսները կառուցեն լավ է, հա, եթե չէ թող մեզ ասեն, այդ եթեն մի քիչ շատ է ձգվում եւ ռուսներից էլ մենք տեսնում ենք հետեւյալ արձագանքը։ Նրանք կարծեք թե ոչ նամակ են ստացել, ոչ տեղյակ են այդ արտահայտության մասին, Մարիա Զախարովան էլի խոսում է թրիպին միանալու իրենց պատրաստակամության մասին, հա, եւ կոնսուլտացիաներ սկսելու այդ պայմանները քննարկելու համար։ Մեզ փաստորեն պարզ հայերենով ասած ձեռ են առնում, պաշտոնական Երևանից որևէ արձագանք չկա, հələ պատմությունը թողենք քարը գլուխը։ Այսօր մենք ունենք իրավիճակ, վաղը մեկնում է Փաշինյանը Աբու Դաբի, զուգահեռ այց է տեղի ունենում Մոսկվա Ալեն Սիմոնյանի, էլի։ Հանուն ինչի համար։ Ձեր գնահատականները, որով դուք եք հիմա հանդես գալիս, մենք տեսնում ենք պարոն Սիմոնյանը մեղմասացություններով, այսպես դե ինչ ա եղել, որ մենք կոնստրուկտիվ ենք, ենք եւ ահա գալիս ենք մեր խոսակցության սկզբին Լավրովի այս այլանդակ այլասերված փնթի հայտարարությունը մեր երկրի հետ կապված։ Այսինքն մենք ինչ անում ենք իրենց ցավացնելու համար։ Մենք կարակն ենք ընկել ձեր ձեռը, չհասկացա։ Համեցեք։ Ես կարծում եմ, այստեղ մի ուրիշ դիտանկյունից եմ ես այդ հարցին նայում։ Առաջինը ինձ համար օրինակ անհասկանալի այն նաև գործիքակազմը, որով մենք դիմել ենք Ռուսաստանին, դա Ռուսաստանին չենք դիմում, դա Հայաստանում գրացված կազմակերպություն կա, որը կոչվում է Հարավկովկասյան երկաթուղի, որը կոնցեսիայի պայմանագրի ունի պարտավորվածություն հստակ վերականգնել Հայաստանի տարածքի բոլոր այն կոմունիկացիաները, որոնք մտնում են կոնցեսիայի մեջ եւ երաստադարակ եւ երաստ Գյումրի ախուրի հատվածները մտնում են կոնցեսիայի մեջ։ Երկրորդը Հայաստանի կառավարությունը որպես պայմանագիր կնքող կողմ, որը կոչվում է կոնցեսիոները ռուսական կողմն է, կոնցեդենտը հայկական կողմն է, ինքը իրավունք ունի պահանջել գրավոր կերպով, որ ինքը ուզում է, որ այս հատվածը վերականգնվի, ու ես հիմա վատ եմ հիշում այդ պայմանագիրը կոնցեսիայի մասին, այնտեղ կամ 15 կամ 30 օր էր։ Եվ որ հակառակ կողմը պետք է դիտարկի այդ առաջարկը, ու այնտեղ նաև տարբեր զարգացումներ կան, եթե հակառակ կողմը չի կատարում արտականությունը ուղղակի այս կոնցեսիա, հայկական կողմը դա ոչ թե քննարկում է, ոչ թե խնդրում է այլն, կարող է վերցնել եւ իր միջոցներով շահագործել նույն երկաթուղին կամ տարբեր հատվածներ, կամ կարող է վեճ հարուցվել եւ այդ վեճը նույնպես հստակ ժամկետ է նշված, էլի մի ամիս կամ ավելի քիչ, որից հետո հակառակ կողմը ուղղակի պարտավոր է այդ ամենը անել կամ զիջել մենակ իրավունքը Հայաստանի Հանրապետության կառավարությանը, որովհետև ինքը ընդհանրապես վարձակալել է Հայաստանի տարածքի երկաթուղիները եւ պարտավորությունները վերցրել իր վրա կատարել համապատասխան աշխատանքներ, հա, սա Ռուսաստանի առաջինը Ռուսաստանի իշխանությունները, Մարիա Զախարովան կամ չգիտեմ ով ինչ կապ ունեն սրա հետ, սա անհասկանալի է, սա Հայաստանի տարածքում գրանցված կազմակերպության պարտականությունների մասին է, որը կա հստակ ժամկետային եւ պայմանագրային հիմք այդ ամենի, եւ եթե այդ ամենը չի կատարվում, պետք է շատ հստակ խոսել, էլի ես իմ կարծիքով
այս առումով Հայաստանի իշխանությունները մեկը Ռուսաստանում այն տպավորությունն է եւ ռուսական իշխանությունների մոտ այն տպավորությունն է, որ այս իշխանություններին իրենք չեն վստահում եւ իրենք մտածում են, որ իրենց խափում են եւ ես կարծում եմ, եթե մենք մեր շահերից են գործում, Ռուսաստանի համար այս խնդիրը միշտ լինելու է։ Եթե մենք ինչ-որ խնդիր ուզում ենք ըստ մեր շահերի լուծել, իրենք միշտ դիտարկելու են դա իրենց շահերի դեմ որոշակի որպես ձեռնա ինչ-որ բան, ինչ-որ դիվերսիա, այսպես ասած, հետևաբար մենք պետք է շատ հստակ լեզվով խոսենք, այն առումով, որ պետք չեն այս դեպքում քաղաքական հայտարարություններ, պետք է կատարվեն կոնցեսիայի պահանջները եւ եթե չեն կատարում, նաեւ պետք է հստակ ասել ինչ է դրան հետևելու, հա, որովհետեւ կարծում եմ այս հստակության բացակայությունը բերում է նրան, որ իրենք նաեւ այն աջանները, որ ընդհանրապես այս գործընթացի հետ կապ չունեն, սկսում են մեկնաբանել կամ ինչ-որ նախապայմաններ դնել կամ ինչ-որ իրավունքներ են վերապահում իրենց այս պայմանագրից դուրս նույն թրիփի մասին խոսել, որտեղ Ռուսաստանի ոչ մի վերաբերվող ոչ մի կետ չկա, նայեք, ռուսական նույն կոնցեսիայի պայմանագրով Իջևան հատվածը ռուսական կոնցեսիայի մաս է կազմում։ Եվ ինքը պարտավոր է նաև ըստ կոնցեսիայի պայմանագրի հայ-ադրբեջանական սահմանի բացման դեպքում, բացի այն $570 միլիոն, որ ինքը պետք է ներդներ այս 30 տարվա մեջ Հայաստանի երկաթուղիների ներքին ցանցի վրա, նաև հավելյալ մոտ 1 միլիարդ 300 միլիոն եմ հիշելով դոլար ներդնել նաև այդ հատվածների վերականգնման վրա։ Եվ եթե մենք մոտենում ենք այս գործընթացին, ասենք արդեն պետք է Իջևան Դիլիջան հատվածում ռուսական մեքենաները եւ աշխատակազմը ուղղակի աշխատանքը եռար եւ մենք ունենայինք ինչ-որ ակտիվ գործընթաց, որովհետեւ այդ ամենը շատ մի քանի տարիների խնդիր է, որ այդ ամենը վերականգնվի, իսկ մոտ ապագայում շատ մեծ հավանականություն կա, որ նաեւ այդ հատվածում մենք ունենանք գործող կոմունիկացիաներ եւ բաց սահման, հետեւաբար արդեն իսկ ինքը ուշանում է, հա, ու այս ոճով աշխատող եւ այս ձևով աշխատող կազմակերպությունը պետք է շատ հստակ, ու սա արդեն քաղաքական խնդիրն է, որ պետք է շատ հստակ հասկանա, որ եթե ինքը սա չի անում, ոչ թե մենք ինչ-որ բաց զգացմունքներ ունենք կամ ինչ-որ չենք ուզում, որ իրենք այստեղ ներկա լինեն, ասենք եթե չենք էլ ուզում ենք հենց այն պատճառով, որովհետև իրենք չեն աշխատում եւ իրենց պարտականությունները չեն կատարում։ Հետեւաբար պետք է հասկանան, որ սա ունենալու է հստակ հետևանքներ, հա, ոչ թե ինչ-որ անորոշ մենք կանենք, մենք մեր միջոցներով կանենք, մենք ոնց որ իրենց լավություն ենք անում, բայց ոչ իրենք են մեզ լավություն անում, ոչ մենք իրենց կամ կան հստակ պարտականություններ, որ պետք է կատարվեն, հա, որովհետև սա պետություն է, ոչ թե ինչ-որ երկու հարազատների, ընկերների կամ չգիտեմ այլ սուբյեկտների ոչ ֆորմալ հարաբերություններ։ Պարոն Մելիքսեյան, լավ, պետք է, եթե ապա հիմա շատ կոնկրետ մենք տեսնում ենք ոչ միայն չեն անում, այլև չեն էլ ուզում անել, որովհետև մենք իրանցից պահանջում ենք կառուցել մի բան, որը կառուցված լինելով քանդելու է իրենց 200-ամյա ռազմավարությունը, չկառուցելու։ Մենք էլ ինչքան պետք է սպասենք, էլի, դրա այդ խելամիտ ժամկետ հասկացություն պետք է մտնի, էլի, որի ընթացքում մենք պետք է վերջնական որոշումներ ընդունենք։ Մինչդեռ մենք դա չենք անում, ինչ-որ անհասկանալի այցեր ենք կազմակերպում, կուլ ենք տալիս մի սենց այլասերված հայտարարություններ, որը ընդամենը անցյալ շաբաթ էր, էլի տենց անդրադարձ եղավ Զախարովան, դե իսկ բաննել ինչը իրենց այդ եվրոպական պրոբլեմների դեպարտամենտի ղեկավար Մասլենիկովն էլ մեզ ուղղակի սկսում էր սպառնալ, թե ինչ ագրեսիվ ռազմաքաղաքական դաշինքի է վերածվում Եվրամիությունը եւ Հայաստանում պետք է հասկանան, հա, որ թե դա ինչ բացասական ձևով կանդրադառնա մեր դաշնակցային հարաբերությունների եւ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն process-ների վրա։ Հետո
Ու պատասխան չկա, պաշտոնական Երևանից որևէ պատասխան սրա հետ կապված չկա։ Ընդհանրապես այնուամենայնիվ այդ մարդկանց մակարդակը նաև չի ենթադրում, որ Երևանից բարձրաստիճան ինչ-որ պաշտոնյաներ պետք է իրենց արձագանքեն։ Իմ պատկերացումը եւ իմ մոտեցումը այն է, որ հստակ առաջինը որ ասում են ռուսերեն «Սաբակա լայդ կարավան իջոտ», այդ սկզբունքը պետք է որդեգրել։ Բայց իսկապես այդ սկզբունքը պետք է լինի այն, որ վերջում նաև այս սպառնալիքները, որոնց հավանականությունը այնուամենայնիվ զրոյական չի, որ Ռուսաստանը կարող է անցնել ավելի ագրեսիվ ինչ-որ քաղաքականության, որ իրենք չեզոքացված լինեն, եթե ինքը այդ գործիքակալումը սկսի օգտագործել, եւ սա ենթադրում է ավելի որ ավելի հստակ նաև համագործակցություն Եվրոմիության հետ, ինքը ենթադրում է նաև իմ նշած առաջին մոտեցումը, որ ոչ թե ասենք ինչ-որ անորոշ պահանջներ չգիտես ումից, այլ հստակ նույն այդ պայմանագրերի կետերով անցնել, որովհետև Հայաստանը ինչ-որ բան չի խնդրում, Հայաստանը ինչ-որ բան, ինչ-որ հավելյալ ծառայություն չի ուզում նույն Հարավկովկասյան երկաթուղուց, ինքը ընդհանրապես պահանջում է կատարել այն պարտականությունները, որ ունի այդ կազմակերպությունները, այդ կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ։ Եվ սա իրավունք է, եւ սա ունի հստակ ժամկետներ ըստ պայմանագրի, եւ եթե դա չկատարվի, պետք է լինեն հստակ հետևանքներ, հա, այս լեզուն է շատ կարեւոր, ու նաեւ այդ դեպքերում նույնպես մենք տեսանք, որ նույն պարտականությունների չկատարումը նաև բերեց նրան, որ մենք ունենք հիմա շատ հասկանալի հարաբերություններ նույն հապկի ներսում եւ սա նույնպես այդ ուղիներից մեկն է, հա, որով պետք է գնալ։ Եվ ես կարծում եմ այդ Հայաստանի ներքին ամրապնդումն է շատ կարևոր ու ռուսական այս տիպի հայտարարությունները եւս երևի 1000 անգամ այն ինչ կատարվեց 2021, 22, 23 թվականներին եւ դրանից հետո եւս մեկ անգամ ուղղակի շատ կարեւոր է որ հասանելի լինեն մեր հանրությանը, ինչքան հնարավոր շատ մարդ լսի այդ ոճը, ինչ լեզվով են մեզ հետ խոսում, ինչպես են մեզ պատկերացնում եւ հետևանքները եւ շատ հստակ հետեւողություններ արվեն, ինչ պետության հետ մենք գործ ունենք եւ բոլոր այն չգիտեմ, պատրանքները, բոլոր այն շատ տարօրինակ քաղաքական ձևակերպումները, որ ինչ-որ մենք ունենք բարեկամական երկրի հետ, մարդիկ կան մինչև հիմա հենց Ռուսաստանի միջոցով են պատկերացնում նույնիսկ Արցախի հարցի ինչ-որ ռեաբիլիտացիա, չգիտեմ, թուրքական վտանգի դեմ իբր Հայաստանի շահերի պաշտպանում եւ այլն, այլ որ այս Ռուսաստանի հետ միասին, այո, այս բոլոր պատրանքները, այս բոլոր, չգիտեմ, անցյալից ժառանգված ոչ adekvat եւ քարոզչական բնույթի պատկերացումները, որ դարձել են մեր ինքնության մաս, սրանք անհետանան եւ մենք իմ ասած իմպերատիվը միշտ ամենակարևորը լինի, Հայաստանը չի կարող առաջնորդվել ռուսական ներկա իշխանությունների, որոնք շատ տարօրինակ նաեւ աշխարհայացք ունեն եւ որոնք իրենց երկիրը սեփական տարել են ահռելի ողբերգության 100,000-ավոր մարդկանց զոհի եւ միլիոնից ավել կորուստների, հա, ռազմական, այսինքն ոչ միայն դրանք մահերն են, այլ նաեւ անվերադարձ ռազմական կորուստներ, այսինքն այնպիսի վնասվածքներ, որ չի կարող մարդը վերադառնալ բանակ եւ նորմալ կյանք վարել եւ ես կարծում եմ, որ սա շատ կարեւոր է, հա, ու կարեւոր է, որ իրենք շարունակեն այս ոճով նաեւ խոսել, որովհետեւ սա գիտեք ինչքան հետխորհրդային երկրների փորձագետների հետ եմ ես շփվում, Վրվստանից, Ղազախստանից, Ուզբեկստանից, սկսած նույն Ադրբեջանից նույնիսկ բոլորի մոտ այս ոճի հայտարարությունները բոլորի դեմ, հա, իրենք միայն համախմբում են եւ հակառակ էֆեկտն են ունենում, եւ ես կարծում եմ մենք պետք է շնորհակալություն հայտնենք ռուսական կողմին այս ահռելի աշխատանքի մասին, որովհետեւ հակառակ դեպքում ինչ որ տարակուսանքներ գուցե մնային, հա, մապկանց մեջ որ կասկածներ, հա։ Այո։ Շատ շնորհակալ եմ պարոն Մելիքսեցյան ձեր այս կարևոր դիտարկումների եւ գնահատականների համար, որ ներկայացրեցիք մեր հեռուստադիտողին եւ ժամանակ գտաք մեր եթերի համար։ Հետևենք դեպքերի ընթացքին։ Նաեւ ձեր օգնությամբ միշտ նոր հանդիպում, ամենայն բարիք։ Հաջողություն։ Մենք զրուցեցինք մեր գործընկեր, քաղաքագետ,
հայկական խորհրդի փորձագետ Սամվել Մելիքսյանի հետ լսեցինք իր դիտարկումները կապված Ռուսաստանի արտգործնախարարի վերջին հայտարարության, ընդհանրապես ռուսական մոտեցումների Հայաստանի ուղղությամբ, նաև Հայաստանի անելիքների հետ կապված։ Քննարկեցինք հարցեր, որոնք վերաբերվում են ընդհանրապես Հայաստանի դիրքավորմանը ռուսական կողմից այսպիսի ճնշումների պայմաններում։ Կարճ դադարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։ «2026-ին Եվրոպան 75%-ով ավելի մոտ է լինելու։ Իդեալ համակարգը բացում է եվրոպական որակի եւ նրբագեղության դռները ձեր առաջ։ Հնարավորություն ընձեռելով ձեռք բերել եվրոպական արտադրողների լավագույն նմուշների նշված տեսականին մինչև 75% բացառիկ զեղչով։ Կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ։ Մանրամասները idealsystem.am։ Իդեալ համակարգ դեպի կատարելություն։ Շարունակում ենք մեր թողարկումը, առաջին լրատվականի ուղիղ եթերում Մեհրաբյան on-line-ն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Շարունակենք քննարկել օրվա թեման։ Մենք խոսակցությունը սկսեցինք այն հայտարարությունից, որով հանդես եկավ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Հիշեցնենք, Լավրովն ասում էր, որ բոլորը, այդ թվում նաև Հայաստանում, գիտեն, թե ինչ է թաքնված Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների այդ բարի առաջարկների հետևում, դա ցանկությունն է սեղմել ցավոտ կետերին եւ ցավեցնել իրենց մեզ, հա, ինքն իրեն նկատի ուներ, մինչդեռ այդ դարավոր կապերը կան, հա, Ռուսաստանի եւ տարածաշրջանի պետությունների միջև։ Եվ այսպիսի այլասերված պատկերացումների ներքո մենք բախվել ենք RЖD-ի խնդրին եւ պաշտոնական Երևանից դեռ արձագանք չկա ինչ է լինելու։ Հասկանալի է, որ ռուսները չեն ուզում սարքել, չեն կարող սարքել, բայց նաեւ չեն ուզում դուրս գալ այս ամենից։ Խաղից դուրս գալ, դաշտը ազատել։ Ավելին, ընդհանրապես կարծեք, թե Հայաստանի վարչապետի առաջարկը Մոսկվայում չեն լսում, չնայած, ինչպես հայտարարվում է, պաշտոնական փաստաթուղթ է գնացել նամակ դրա հետ կապված, բայց Տիգրան Զախարովան շարունակում է կրկնել իրենց ցանկությունը մասնակցելու կոնսուլտացիաների Ռուսաստանի թրիփին միանալու պայմանների շուրջ։ Ահա, այսպիսի աբսուրդային վիճակ, որի պատասխանը պաշտոնական Երևանը չունի, իսկ մենք էլ չունենք ժամանակ, որովհետև այդ փոխկապակցումը մեր եւ մեր հարևանների երկաթուղային ցանցերի կենսական անհրաժեշտություն է եւ ոչ միայն տնտեսության առումով, այլև խաղաղության երկարաժամկետ երաշխիքների ձևավորման առումով։ Այսինքն Ռուսաստանի կողմից այս արգելակումը նաև հարված է խաղաղության հեռանկարներին։ Այսօր ասուլիսով հանդես եկավ Հայաստանի
տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Խուդացյանը խոսելով այն մասին, որ ՌԺԴ-ին այնուամենայնիվ դիմել են այդ հարցում, բայց պատասխան ոնց որ թե չկա, խոսվեց նաեւ էներգետիկայի մասին, որ 26-27 թվականին նոր այդ որոշումը կընդունվի, թե որ ռեակտորն ենք մենք նախընտրում, որում էլի թվարկվում է Ռուսաստան, Չինաստան, չգիտեմ, էլի մի քանի երկրներ, որ իբր ինչ որ առաջարկներ են մեզ արել։ Փորձենք հասկանալ, եւ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավարում, սիրով ուզում եմ ներկայացնել, մեր հյուրն է Հայկ Գևորգյանը, տնտեսական հարցերով փորձագետ եւ ազգային ժողովի նախկին падգամավոր։ Բարով եք եկել, պարոն Գևորգյան, ուրախ եմ նորից ձեզ տեսնել։ Նույնպես։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Եվ ուրեմն սկսենք ՌԺԴ-ից, հա։ Փաստն այն է, որ տարածաշրջանի երկրներում ամենահետամնաց երկաթուղին ունենք մենք, եւ սա ամենավառ արդյունքն է, թե ինչ է նշանակում ՌԺԴ-ի կոնցեսիոն կառավարում։ Հիմա մենք կանգնել ենք մի անհրաժեշտության առաջ այդ ուրեմն փոխկապակցում ձևավորող այդ հատվածների ռեկոնստրուկցիայի համար ՌԺԴ-ն չի ուզում սարքի, չի կարողանում սարքի եւ չի ուզում դուրս գա։ Ինչ անենք սրանց հետ։ Համեցեք։ Լավրովի ասածները թե ինչ են ուզում ցավացնում են այդ անիցիալ արևմուտքը ինչ է ուզում իրեն ինքը ընդհանրապես իրացիոնալ մոտեցում է իրավիճակին, շատ իրացիոնալ ու այդ իրացիոնալությունը արդեն մետաստազներ է տալիս մյուս բոլոր արդեն ավելի կոնկրետ ինչ որ խնդիրներ լուծելու համար։ Շատ լավ առաջարկ է գնացել Ռուսաստանին կապակցման այդ հանգույցների վերականգնման դեպքում հարավկովկասյան երկաթուղիների եկամուտները կսկսեն շեշտակի աճել, որովհետև մինչև հիմա, ինչպես դուք ասացիք, ամենավատ վիճակում է տարածաշրջանում մեր երկաթուղին, դա նրա պատճառով ինքը ոնց է տոպիկի մեջ է, ինքը փոքրիկ ինչ որ տեղային խնդիրներ ընդհանրապես լուծում, իսկ դրա համար անհրաժեշտություն չկա զարգացնելու, ոչ մոտիվացիա չկա արդիականացնելու համար այդ ցանցը։ Իսկ ճանապարհների բացման դեպքում եւ երկաթգծի լիաթոք գործունեության դեպքում եւ ներդրումների անհրաժեշտությունը կծագի եւ սրանից ստացվող եկամուտներ, այսինքն ամեն ինչ պարզով, ամեն ինչ հասկանալի։ Իմ մոտ տպավորությունն է, որ Ռուսաստանը ուղղակի պատճառ է գտնում կամ մերժելու կամ ավելի մեծ բան ստանալու դրա դիմաց։ Կարծում եմ էլի ասեմ, դա իրացիոնալ մոտեցում է, որովհետև իրանց առաջարկը արվել է այդ մասով, ու իրանք այդ մասով պիտի որոշում կայացնեն, կամ այո, կամ ոչ։ Իսկ իրանք այնպիսի պայմաններ են առաջադրում, որպեսզի հնարավորություն ունենալ մասնակիցը լինելու թրիփին։ Իմ տպավորությունը այդպես է։ Ես չգիտեմ, ինֆորմացիաներ չունեմ ինչ-որ ինսայդերական, բայց կարծում եմ դա անհնարին է։ Ու արդյունքում կստացվի, որ Ռուսաստանը ոչ այդ հանգույցները կվերանորոգի, ոչ էլ մաս կդառնա արդեն թրիփից դուրս երկաթուղու զարգացման ծրագրերի, ու 1 կամ 2 տարի հետո կոնցեսիոն պայմանագիրը կհամարվի լուծված։ Հիմա 1-2 տարին մի քիչ շատ երկար ժամանակ չի, պարոն Գևորգյան, երբ վարչապետն ասում է մեզ հիմա որոշում է պետք, եւ այդ որոշումն էլ մեզ ուղղակի ձեռ առնելով բարձրաձայնում են, որ չէ, այդ մեզ հետաքրքիր չի, թրիփ ենք ուզում։ Ну, ենթադրում եմ, որ որոշումը արդեն իսկ կայացված է, այսինքն ակնհայտ է, որ որոշումը կայացված է, որ այդ հանգույցները պիտի վերանորոգվեն։ Որոշումը չի կայացված, թե ով պիտի վերանորոգի։ Եթե ռուսները կուզենան, իրենք կվերանորոգեն, թե կհամաձայնեն
այն տրամաբանական պայմաններին, որ մենք ենք առաջադրում, եթե չէ, ուրեմն ուրիշը կվերականգնի, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին։ Փառք Աստծո, պետական բյուջեն արդեն ունի նման հնարավորություններ այդ մասշտաբի ծրագրեր իրականացնելու համար։ Գուցե ֆինանսապես մի քիչ այսպես լարվելու կարիք կլինի, բայց դրա վերանորոգման ռեսուրսները կան։ Պարոն Գևորգյան, նաև խնդիր կա մեր երկաթուղու ընդհանրապես մոդեռնիզացիայի համար։ Շարժակազմերը, որ նայում ենք Բրեժնևի ժամանակվա շարժակազմերն են, կամ այդ սերնդի, մեզ վրա գրանցել են որպես ներդրում, համարում են իրենք ոչինչ էլ չունեն ավելացնելու, մի հատ նայեք Վրաստան, Ադրբեջան ինչ շարժակազմեր են երթևեկում եւ ինչ արագությամբ մեր մոտ ավանակի վազքը ավելի արագ է, քան սրանց ընթացող գնացքը։ Ոնց անենք։ Նորից եմ ասում, որ այն պայմաններում, որում գործում էր հայաստանյան երկաթուղին, ինչ-որ մեծ խնդիրներ լուծելու մոտիվացիա չուներ։ Ներքին տեղափոխումներ, հիմնական տեղափոխումը Բեռներ եղել է դա մաքսիմում Փոթիից մինչև Հայաստան, ինչ որ Բեռների ներկրում ու Հայաստանից արտահանում միայն է թանքաքար, հանքանյութ եւ այլն, այսինքն այդտեղ արագության խնդիր, որպեսզի գնացքները արագ գնան չի եղել, դե կառավարիչն էլ ասել է դե լավ է գնում է էլի տենց հիմա ինչ։ Ավելի շատ ներդրումների պահանջ կլինի ոչ թե շարժակազմերի նորոգման, այլ գծերի բարելավման, որպեսզի արագությունը բարձրանա։ Կարծում եմ, որ նա ով որ կհաջորդի ռուսական երկաթուղիներին կոնցեսիայի իմաստով նա շահագրգռված կլինի եւ մոտիվացիա կունենա այդ ներդրումներն անելու։ Պարոն Գևորգյան, ինչ շրջանակ եք դուք պատկերացնում, որովհետեւ երբ մենք մաշված կոշիկը շպրտում ենք, հա, բոբիկման չենք գալիս, էլի։ Դա անում ենք այն ժամանակ, երբ որ նորը առել ենք, էլի, հա, կամ նորը կա։ Հիմա ինչ պոտենցիալ շրջանակ եք տեսնում, որ այս հետամնացությանը արագ կգա փոխարինելու, որովհետև մենք նաև ժամանակի խնդիր ունենք։ Կարծում եմ, այդ հարցը պետք է ուղղել ոլորտի մասնագետներին, բայց ինչ-որ բանից հուշում է, որ երկաթգծերի կառավարման փորձ ունեցող ժամանակակից ընկերություններ արդեն տեղեկացված են խնդրի մասին, կամ իրենք են տեղեկացել, կամ իրենց տեղեկացրել են, ենթադրում եմ, բայց շատ հավանական եմ համարում դա, որպեսզի այդ անցումը լինի շատ արագ։ Վերջին օրերի իրադարձությունները, այդ հայտարարությունները Ռուսաստանից, որ գալիս են, գոնե ակնհայտ են դարձնում, որ Ռուսաստանը կամ չի ուզում, կամ չի կարող կառավարել երկաթուղին այնպես, ինչպես մեզ պետք է, որովհետև ինքը երկաթուղին օբյեկտիվորեն ռուսական երկաթուղին ֆինանսական չափազանց մեծ խնդիրներ ունի, որոշ ռուս հենց վերլուծաբանների, ֆինանսիստների հաշվարկներով ՌԺԴ-ի պարտքը մինուսը, ասպես ասած, կազմել է 40 միլիարդ դոլար, իսկ դա խաղու պարտ չի, նույնիսկ Ռուսաստանի համար դա շատ մեծ գումար է։ Անհաղթահարելի գումար է։ Եվ հիմա ՌԺԴ-ն դիմել է Ռուսաստանի կառավարությանը ինչ-որ գումարներ ստանալու խնդրանքով, ու որոնք կարծես թե չեն բավարարում այդ խնդրանքները։ Այսինքն, եթե ՌԺԴ-ն որոշի, որ պիտի ընդունի առաջարկը, երկրորդ քայլով նա պիտի հայթայթի ֆինանսական միջոցներ։ Ֆինանսական միջոցները, եթե նորմալ պայմաններում հիմա լիներ Ռուսաստանը կարող էր ներգրավել արևմուտքից շատ արագ, հիմա այդ հնարավորությունը ՌԺԴ-ն չունի։ Եվ իրադարձությունները եթե շղթան,
բերում է մի կետի, որ մենք տեսնում ենք, որ դժվար թե ՌԺԴ-ն կարողանա շարունակել Հայաստանի երկաթուղիների կառավարումը, կոնցեսիոն պայմանագիրը ամենայն հավանականությամբ կլուծվի։ Պարոն Գևորգյան, գանք ես էներգետիկայի մասին, այսօր նախարար Խուդացյանը հայտարարություն արեց այն մասին, որ իհարկե մենք գիտենք, որ առաջիկայում Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսն է այցելելու Հայաստան եւ շրջանակային փաստաթուղթ է ստորագրվելու խաղաղ միջուկային ոլորտում համագործակցության մասին, բայց նա ասում է, որ մենք դեռ որոշում չունենք, թե ինչ ռեակտոր ենք նախընտրում, թվարկելով մի քանի որ երկրների, կարծեք թե հարցը ստեղ միայն բիզնեսի մեջ է, այսինքն շրջանակային փաստաթուղթը ստորագրում ենք Միացյալ Նահանգների հետ եւ տեսականորեն ասենք ընտրում չինական ռեակտոր, էլի ասենք խելքին մոտ է դա։ Այստեղ էլ ուղղակի պետքա երկու բան հասկանալ, հա, նախ ատոմական կառուցելը շատ մեծ ծրագիր է, դա մեգա նախագծեր են ընդհանրապես։ Կարող ենք նայել մեր հարևան երկրներում, հա, Թուրքիայում, Իրանում մի ամբողջ սերունդ ամեն օր լրատվամիջոցներում կարդում ա լուր այդ ատոմականների կառուցման մասին շատ երկար է կառուցվում։ Էմիրատներում տարի կառուցում չի։ Հա, դե ֆինանսական միջոցների հիմա խնդիրը որն է։ Նախ տարածքային կառավարման նախարարը ասել է, թե ինչ տեսակի այո, մոդուլար է լինելու ռեակտոր է լինելու, դա լինելու է մոդուլային։ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի զարգացման ռազմավարությամբ սահմանված է արդեն, որ դա լինելու է մի քանի ռեակտորներ, ընդհանուր հզորությունը 600 մեգավատ, այսինքն այդ դետալներն արդեն որոշված են։ Պարամետրերը որոշված են։ Հիմա մնում է ընտրել այն երկիրը, որից մենք ձեռք ենք բերելու։ Եվ մնում է որոշել, թե ինչ կերպա ֆինանսավորվելու ատոմականի կառուցումը։ Ինչով է դա կարևոր, որովհետև ատոմականի կառուցման ծախսը դրվելու է սակագնի մեջ։ Բնականաբար։ Գործող ատոմականը, որ մենք ժառանգություն ենք ստացել սովետական համակարգից, հա, սակագնում ներառված չի դրա կառուցման ծախսը, կար մենակ սպասարկման ծախսը։ Իսկ նոր ատոմականը, որի գինը շատ մոտավոր հաշվարկներով կարող է լինել 8-ից մինչև 10 միլիարդ դոլար, դե պատկերացրեք այդ 8-ից 10 միլիարդ դոլարը դնենք այն կիլովատ ժամերի վրա, բաժանենք, որոնք ասենք 10 տարվա կամ 15 տարվա ընթացքում պիտի հետ վերադարձվեն, դա բավական ծանր բեռա սակագնի համար։ Դրա համար գործեն կարծում եմ դոտացիոն սուբսիդավորման մեխանիզմեր եւ այլն, որպեսզի նա տնտեսապես շահավետ լինի թե կառուցումը, թե շահագործումը։ Այսինքն ինքը շատ բարդ ծրագիր է, կարող է տևել 8-ից 10 տարի, գիննել, ինչպես ասեցի, 8-ից 10 միլիարդ դոլար։ Այդտեղ որոշումները արագ չեն կայացում, հավատացեք, այն որոշումները, որոնք պիտի կայացվեին մինչև այս հավատացնում եմ ձեզ կայացված են, դրանից հետո բանակցություններ են իհարկե ռեակտորի ընտրության արդեն արտադրության երկիրը ընտրելու համար։ Կախված շատ հանգամանքներից իհարկե կարծում եմ, որ ընտրություն չի կատարվի այնպես, ինչպես դուք նշեցիք, եւ ընտրությունը կկատարվի այնպես, ինչպես դուք չնշեցիք։ Բայց ցանկալի է։ Պարոն Գևորգյան, որովհետև այստեղ հարցը այդպես չի, այստեղ բանջարեղենի առևտուրի մասին չի խոսքը, այլ սա քաղաքականություն է, ընդ որում ռազմավարական մակարդակի քաղաքականություն, որովհետև միջուկային օբյեկտ դա իր հետ բերում է անվտանգության ենթակառուցվածքներ, ուզենք թե չուզենք։ Եվ
կախված դրանից, թե մենք ինչ նախընտրություն ունենք կամ կունենանք, ըստ այդմ էլ հենց այդ երկրի հետ կապված անվտանգային ոլորտում համագործակցության դաշտ է բացվում։ Եվ այստեղ այդ համախոհությունը, ռազմավարական համախոհությունը քաղաքական առանցքային կարևորություն ունի եւ պետք է ունենա, ուզենք թե չուզենք, դա այդպես է։ Նայեք, պետքա խնդրին ավելի լայն նայել, հա, այն իրավիճակը, որ ստեղծվեց Հայաստանում օգոստոսի 8-ից հետո, անցած տարվա, արդեն ակնհայտ է դառնում, որ Հայաստանը վեկտոր է փոխում, ստիպված, ոչ այսպես կացնով, այլ օբյեկտիվ իրադարձությունների օբյեկտիվ ընթացքով պայմանավորված։ Ձեզ շատ լավ հայտնի է, որ Եվրամիությունը շահագրգռված է Հարավային Կովկասի երկրների հետ էներգետիկ համագործակցությամբ, այսինքն դրա մեջ մտնում է նաև Հայաստանի էներգետիկ համակարգի սինխրոնիզացումն ու ինտեգրումը մեր բոլոր հարևանների հետ, ճշտում եմ, բոլոր վարչապետը արդեն հայտարարել է այդ մասին, որ շատ լավ կլինի, եթե Հայաստանի էներգետիկ համակարգը միանա թե Ադրբեջանին, թե Թուրքիային, իսկ Վրաստանի ու Իրանի հետ, ճիշտ է, ոչ շատ լավ, այսպես տեխնիկապես լավ հագեցած, բայց այնուամենայնիվ որոշակի սինխրոնիզացում կա։ Ու կստացվի, որ Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի ավելցուկը արդեն չի մնա մեզ մոտ որպես սակագնի վրա ծախս, այլ միանգամից կարտահանվի։ Իսկ երբ որ համակարգը ունենա պակասորդ, այդ պահի դրությամբ արդեն կներմուծվի, այսինքն լավագույն իրավիճակը ցանկացած էներգետիկ համակարգի համար է, երբ որ ինքը ինտեգրված է ավելի մեծ ցանցերին։ Հիմա եթե մենք նայում ենք այն ուղղությունները էներգետիկ, որով նշмарվում են արդեն շատ ակնհայտորեն, թե ինչպես է զարգանալու, ակնհայտ է, որ մեր էներգետիկ ամբողջ համակարգի, այսպես ասենք, աշխարհքաղաքական վեկտորը դեպի արևմուտք է գնում օբյեկտիվորեն, առանց որևէ տենց ինչ որ աշխարհքաղաքական այլ վերլուծությունների։ Պարոն Գևորգյան, այստեղ նաև երբ մենք խոսում ենք մեր էներգետիկ համակարգի ավելի մեծ համակարգերի ինտեգրման անհրաժեշտության մասին, ընդ որում բոլոր ազիմուտներով, էլի, այդ թվում նաև մեր պրոբլեմային հարևանների հետ իսկ վարչապետն էլ հայտարարեց, որ մենք ծրագիր ունենք Ադրբեջանի հետ էլ ինտեգրել մեր էներգետիկ համակարգերը էլեկտրոէներգիայի, ինչը հնարավորություն կտա նաև համատեղ արտահանման ծրագրերի իրականացնել, հաշվի առնելով, որ Ադրբեջանը եւս ունի պրոֆիցիտային հզորություններ, հա։ Հարցը հետևյալն է, այնուամենայնիվ մենք մտնում ենք բաց էներգետիկ շուկա առնվազն տարածաշրջանում եւ այստեղ մեր մրցունակությունը որպես էներգիա առաջարկող երկրի եւս շատ կարեւոր է, հաշվի առնելով այն, որ մեզ մոտ ուղղակի այսպես սարընթաց զարգանում է արևային էներգետիկան եւ հաշվի առնելով, որ այդ կումուլյացիոն հնարավորություններն են մեր փոքր, շատ դեպքերում մենք չգիտենք այդ էլեկտրոէներգիայի հետ ինչ անենք, որովհետեւ ասենք պայմանական ժամը 6-ից հետո կանգ է առնում, հա, երեկոյան։ Ինչ այստեղ ինչ անելիքներ եք տեսնում, որպեսզի Հայաստան այդ շուկայում առավել շահեկան դիրքերում գտնվի համեցեք։ Հենց դրա մասին էի խոսում, որ եթե էներգետիկ համակարգը փոքր է, նրա խնդիրները մեծ են։ Եթե էներգետիկ համակարգը մեծ է, նրա խնդիրներն ավելի փոքր են։ Ու ինտեգրվելով մեր հարևանների հետ էներգետիկ ոլորտում, այդ խնդիրները կձգտեն արդեն 0-ի։ Եթե իհարկե 0 չեն դառնա, բայց
խիստ կնվազեն։ Հիմա ինչ վերաբերում է օրինակ կուտակիչների խնդրին, որքան ես եմ տեղյակ, հիմա արդեն քննարկվում է օրենքի նախագիծ, որը աջակցելու է այսպես լավ պայմաններ ստեղծելու նրա համար, որպեսզի այդ կուտակիչները սկսեն կառուցվել Հայաստանում, իսկ գիտեք, որ մեր ժողովուրդը մի քիչ չափազանց արագ արձագանքում նման փոփոխությունների, օրինակ արևային էներգիան, որը չգիտեմ 7-8 տարի առաջ էկզոտիկա էր համարվում, այսօր արդեն չափազանց արագ է։ Երբ մեքենայով անցնում են տանիքներին, բայց դա չափազանց արագ է, համակարգը իր հետևից չի հասցրել։ Մենք 1000 մեգավատ դրվածքային հզորություն ունենք արդեն ավելի քան 1000 մեգավատ, որին ըստ մեր էներգետիկ ռազմավարության ծրագրի պիտի հասնեինք 30 թվին։ Այսինքն արտադրությունը մի ճյուղը շատ արագ զարգացել է, դրա հետևից դեռ չեն հասցնում այն բոլոր փոփոխությունները, որ պիտի բերեն այդ ներդաշնակեցման համար։ Օրինակ, հենց ամենապարզ բանը վերցնենք, դա կուտակիչներն են։ Հիմա կուտակիչների նաև լավ լուր կա, որ լուրեր կան, որ կուտակիչների գները սկսում են նվազել, այսինքն էլեկտրաէներգիայի 1 կիլովատի պահպանման ծախսը էականորեն ավելի նվազ կլինի, քան ասենք 2 տարի առաջ մենք հաշվարկում էինք, դա հուշում է, որ հենց այդ ընթացքը սկսվի, նույնքան սրընթաց ոնց որ աճեց արևային էներգիան ու մի քիչ չափազանց արագ աճեց, նույն տեմպերով կզարգանան արդեն այդ կուտակիչների կառուցումը։ Երկրորդ խնդիրը, որ շատ ցավոտ է մեզ համար, շատ սկզբունքային է մեզ համար, դա Հայաստան-Վրաստան եւ Հայաստան-Իրան գծերի կառուցումնավորում ծրագրերը շուտվանից կային, բայց ինչ պատճառներով անընդհատ հետաձգվում են ու ես կարող եմ ենթադրել ինչ։ Ես այո դավադրությունների տեսությունների կողմնակից չեմ, բայց այստեղ իմ համար գոնե հիմնավոր կասկածներ ունեմ, որ դա ձգձգվել է ժամանակին ոչ օրինքին ազդակներից ազդված, այո, որովհետև մենք օրինակ Ռուսաստանի տնտեսական զարգացման ռազմավարության մեջ, որ 17 թվականին 2017 թվականին ընդունվել է, սևով սպիտակի վրա գրված է, որ այլընտրանքային էներգետիկայի զարգացման տեմպերը աշխարհում սպառնալիք են Ռուսաստանի տնտեսության համար։ Ու եթե մենք նայում ենք 2017 թվականին, արևային էներգիայի արտադրությունը Հայաստանում եղել է 0.1%, այսինքն ըստ էության չի եղել։ Չնչին ինչ որ վիճակագրական շեղում է։ Այն դեպքում, երբ որ աշխարհում այդ տարիներին արդեն մինչև 3% էր հասնում։ Այսինքն 30 անգամ մենք հետ էինք աշխարհից։ 18 թվականից հետո զարգանալով արդեն 25 թվականին ունենք 17.2% ընդհանուրի մեջ, դա շատ մեծ թիվ է, հաշվի առնելով, որ աշխարհում միջինը 14-ից 15%, այսինքն մենք հիմա էլ արդեն առաջ ենք անցել աշխարհից։ Այդ ինչ տեղի ունեցավ 18 թվականին, որ չզարգացող ոլորտը միանգամից սկսեց զարգանալ։ Ով էր խոչընդոտում դրան, ինչու էին խոչընդոտում դրան, ինչպես էին խոչընդոտում, մի քիչ դժվար է ասել, բայց փաստերն եմ ուղղակի համադրում։ Վիճակագրական փաստերն եմ համադրում եւ Ռուսաստանի տնտեսական զարգացման ռազմավարության մի կետը։ Քարանձավային մտքերը։ Շնորհակալ եմ, պարոն Գևորգյան։ Ձեր այս շատ կարևոր դիտարկումների եւ գնահատականների համար, որ կիսեցիք մեր հեռուստադիտողի հետ եւ ժամանակ հատկացրեցիք մեր եթերին, սպասենք եւ հետևենք այս դեպքերի ընթացքին
կապված RЖD-ի եւ էներգետիկայի հետ, նաեւ ձեր օգնությամբ։ Միշնոր հանդիպում ամենայն բարիք։ Շնորհակալ եմ ձեզ։ Մենք զրուցեցինք մեր գործընկեր, տնտեսական հարցերով փորձագետ, ազգային ժողովի նախկին պատգամավոր Հայկ Գևորգյանի հետ, լսեցինք իր դիտարկումները կապված Հայաստանի երկաթուղային տրանսպորտի զարգացման, ինչպես նաև էներգետիկայի, մասնավորապես միջուկային, արևային էներգետիկայի զարգացման հեռանկարների հետ։ Այսօր թերևս այսքանը, հարգարժան տիկնայք եւ պարոնայք, հանդիպենք վաղը, խաղաղություն եւ բարի նոց ձեզ։ «2026-ին Եվրոպան 75%-ով ավելի մոտ է լինելու։ Իդեալ համակարգը բացում է եվրոպական որակի եւ նրբագեղության դռները ձեր առաջ, հնարավորություն ընձեռելով ձեռք բերել եվրոպական արտադրողների լավագույն նմուշների նշված տեսականին մինչեւ 75% բացառիկ զեղչով։ Կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ։ Մանրամասները idealsystem.am։ Իդեալ համակարգ դեպի կատարելություն։